Ոչ թե 5, այլ 2 աուդիտոր պետք է ունենա կազմակերպությունը լրացուցիչ ծախսից խուսափելու համար։ Աուդիտորական գործունեության մասին օրենքի փոփոխությունների համահեղինակ Էլինար Վարդանյանը առաջարկում է վերադառնալ հին 2011 թվականից առաջ գործող կարգավորումներին, որով ենթադրվում է 2 հիմնական աուդիտոր։ Ընկերությունները ավելի ճկուն կլինեն, այսինքն իրենք կարող են ոչ թե որպես հիմնական աշխատող ունենալ աուդիտոր, այլ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր լիցենզիա ունեցող աուդիտորի հետ եւ տվյալ ծառայությունը մատուցել ներգրավելով նաև այլ ուրեմն աուդիտորներ։ Հայաստանում գործում է 30-ից 35 աուդիտորական ընկերություն։ Գործողորենքի համաձայն 5 աուդիտորից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չպետք է աշխատի։ Երբ հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտը, պատվերների ծավալը նվազեց եւ ընկերությունները պարզապես պահում են աուդիտորին, որը իրականում պարապուրդի մեջ է։ Կառավարությունը առաջարկում է հիմքային փոփոխություն։ Նա պատրաստվում է 7-ից 10 օրվա ընթացքում ներկայացնել հայեցակարգ, ըստ որի կվերականգնվի նաև պարտադիր աուդիտը։ Պետությունը գնում է այն ճանապարհով, որ եթե ես որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պետք է հսկայական պետական ապարատ պահեմ, ես ձեռնպահ եմ մնում նման ծախսեր կատարելուց եւ տալու եմ հաշվապահների պալատին։ Այսօք մենք ասել ենք, չէ, մենք այս ֆունդամենտալ փոփոխություններն անում ենք, բայց դուք ձեր 5-ը չէ, 10 աշխատողը պետք է ունենաք, որպեսզի կարողանաք որակը ապահովել, որովհետեւ հիմա էլ այդ պալատը, կարող է ինչ որ ասի չենք կարողանում որակի վերահսկողություն իրականացնել։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախարարը նշեց, որ 5 աուդիտորի պարտադիր նորմը հայեցակարգում ամենայն հավանականությամբ չի լինի։ Կկարևորվի աուդիտորի որակական աշխատանքը։ Հանձնաժողովի ներկա բացառապես հանրապետական падգամավորները Էլինար Վարդանյանին հորդորեցին ընդունել կառավարության առաջարկը։ Միգուցե ընդգրկենք մեծ օրակարգ եւ եթե մինչեւ հարցի քննարկումը կլինի արդեն ֆունդամենտալ, ես ինքս կհրաժարվեմ նախագծից։ Աշնանը եթե դուք վստահ եք, որ կլինեք падգամավոր, որովհետեւ մեկը վստահ չի կլինի։ Նախագիծը դրվեց քվեարկության։ 3 դեմ 1 ձեռնպահ 0 կողմ ձայներով այն բացասական եզրակացությամբ մտավ ազգային ժողովի նիստերի մեծ օրակարգ։